Խոսեք սեքսի մասին։ Բայց ամոթ չի, բայց արժի խոսել։ Զուգ ընկերները ինչ որ մի կետից սկսած այլևս չեն ուզում միասին լինել կամ անկողնում հայտնվել։ Նաև սեռական պահանջմունքը, որը ամենամեծ շարժիչն է այս ամեն ինչի մեջ, չեմ բավարարում։ Ինչա պետք որպեսի գիրքը լինի, կա հետաքրքիր տեխնիկա, անգամ զույգերը երբեմն ամաչում են իրար հետ խոսել իրենց սեքսի մասին։ Արդյոք ավելի երիտասարդ սերունդը ավելի հեշտ են իրենց սեքսուալ խնդիրների մասին խոսում, քան օրինակ մեր տարիքի մարդիկ։ Չեն սիրում իրենց ամուսնուն կամ կնոջը, բայց չեն կարողանում այդ փոփոխությունը անել։ Կրինժ։ Գոնե մեկի կյանքում այդ տարբերությունը մցրու։ Երբ որ դու ունենում ես այս ամեն ինչը, հասկացել ես, որ սա դու ունես, եւ տրավմատիկ չես, ու կարողացել ես որպես հեղինակ այս քո ունեցածը օգտագործել, այդ նշանակում է դու աշխարհի բնակչության 1%-ին ես հասել գոնե, որը այդ ինքնաիրացման մասին է։ Չկա ոչ տրավմատիկ մարդ, բոլորն էլ ունեն տրավմաներ։ Իմ հիմնական թերապևտիկ ուղղությունը, որ աշխատում եմ, էքզիստենցիալ թերապիան է։ Մենք թերապիայի ենք անցել։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Ital Solar, Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ես բոլորովին վերջերս եմ վերադարձել իմ հանգստից, ուղևորությունից դեպի Ֆրանսիա եւ մի փոքր ուզում ձեզ հետ կիսվել տպավորություններով։ Ես հնարավորություն ունեցա լինելու նաեւ Բուրգունդիայում, որը գիտեք գինու մայրաքաղաքն է եւ հրաշալի ճամփորդություն ունեցա տարբեր գյուղերում, փոքր քաղաքներում, շատոներում, փորձեցի տարբեր հրաշալի գինիներ, ինչպես նաեւ իհարկե իմ գիրքը գիտեք գաստրոնոմիայի հանդեպ ես նաև հնարավորություն ունեցա հրաշալի խոհարարների պատրաստած ուտեստներ վայելեմ, ինչպես նաև ես հնարավորություն ունեցա այնտեղ հանդիպելու հայ խոհարար Վարդիվառին, ում ռեստորանը ընդգրկված է Միշլենի ցուցակում նախնական եւ եկեք հուսանք, որ հայ խոհարարը գոնե հաջորդ տարի ստանալու է իր Միշլենյան առաջին աստղը Ֆրանսիայում եւ իհարկե վերադառնալուց հետո այս տպավորությունները ես ուզեցի նաեւ կիսել այսօրվա իմ հաղորդման ընթացքում եւ իմ ճաշացանքը, որ պատրաստել եմ, այսպես Ֆրանսիայից ոգեշնչված ճաշացանկ է եւ ինչն է հետաքրքիր, որ այսօր ես իմ ճաշացանկի հետ համադրելու եմ նաեւ Armenia Wine ընկերության տակառի նոր շարքը, օրգանական տակառը, որի մասին ես ամբողջ հաղորդման ընթացքում դեռ կխոսեմ, կներկայացնեմ եւ կասեմ, թե ինչ ուտեստի հետ որ գինին եմ մատուցելու եւ ինչ է նշանակում առհասարակ օրգանական գինի։ Իմ տուն ռեստորանում այսօր շատ հետաքրքիր հյուր եմ ունենալու։ Մի մարդ, ով տարիներ առաջ եղել է իմ պրոդյուսերը Dark 21 հեռուստաալիքում, խոսքս Գոր Հարությունյանի մասին է, որը հետո թարմություն է մտցրել իր մասնագիտական կյանքում եւ սկսել է զբաղվել հոգեբանությամբ։ Այսօր մենք Գորի հետ փոքրիկ հոգեբանական թեստ կանենք, ինչը կարծում եմ բավականին հետաքրքիր կլինի եւ կխոսենք տարբեր խնդիրների մասին, սկսած սեռական խնդիրներից մինչեւ միջանցնային խնդիրներ, ինչը վստահ եմ ձեզ շատ հետաքրքիր է լինելու, այնպես որ ուշադիր եղեք, իսկ ներքևում գրեք ձեր հարցերը, որոնց պատասխանները հետո կարող եք ստանալ հենց նրանից գրանցվելով իր մոտ թերապիայի։ Գնամ զորաբացեմ, մի քիչ էլ քիչ խոսեմ։ Ողջույն, ասեմ, որ ես, Ժակը եւ Անիտան Հախվերդյան ռադիովանի եթերում անում ենք Ալլա Պուգաչովա երաժշտական ոդքասթը, ու այս վերջին ոդքասթից առաջ Ժակին տեսա, մուտքի մոտ կանգնած էր, ասացի, ինչ ասամ, ասաց Հերմինեին եմ սպասում Ստեփանյան, իսկ ես հիշեցի, որ Հերմինե Ստեփանյանին չէի տեսել արդեն մի 3 տարի, որոշեցի, որ ես էլ Ժակի հետ սպասեմ ու Հերմինեին հանդիպեցի ու այդ հանդիպումը առիթ դարձավ, որ այսօր գամ Հերմինե Ստեփանյանին հյուր։ Գնում եմ հիմա, տեսնենք, թե ինչպիսի զրույց ու ինչ ուտեստներ է Հերմինեն հրամցնելու, որովհետև ես իրեն ասել եմ, որ բացեմ ցանկացած նոր արարության ու ինձ հետաքրքիր է, թե այս հանդիպումը ինքը ինչ համերով է պատկերացրել։ Վաու։ Ոնց եմ սիրում իմ նախկին պրոդյուսերներին։
Ոտքս բարի լինի։ Մերսի, ինչպես միշտ էլեգանտ, շատ իր։ Ճիշտ չեմ բերել, բայց հետո այդ մասը։ Գործ ես ասում։ Палач любви и другие психотерапевтические истории. Մերսի շատ։ Գոր շատ հաճելի է քեզ տեսնել իմ տուն ռեստորանում, իմ նախագծում։ Մինչև պատրաստվում ենք, ասացի, որ այս այն ֆորմատն է, որտեղ որ ես քեզ տեսել եմ, որ դա դու ես։ Ինչու՞։ Թե որովհետև ես հասկանում եմ բնականը եւ մի քիչ սարքածը կամ անհարմարավետությունը, հա, դիսկոմֆորտը։ Բայց օրինակ լինում են դեպքեր, որ ես նայում եմ ու շատ ինձ դուր է գալիս, քո այս ֆորմատն է դուր գալիս, ասացի ու գիտես ինչ հիշեցի, հմեկի առավոտյան հաղորդավարուհիներից երևի Լիլիթ է անունը, որ հիմա աշխատում է Fast TV-ում։ Այո, Մուրադյան Լիլիթը։ Ես որքան որ չէի կարողանում Լիլիթի առավոտները, այսպես ասենք, վայելել, ես իրան այս ֆորմատի մեջ չեմ կարողանում աչքս կտրել, որովհետև ինձ շատ դուր է գալիս, շատ հարմարվել է, չէ, ոչ թե հարմարվել է, այլ իր համար շատ հարմարավետ ստեղծել է այդ միջավայրը, որտեղ որպես հաղորդավար իր մեսիջ, իր ամեն ինչը փոխանցում է, լավ, այսպես ասենք։ Հիմա դու ինձ դեռ մենք աշխատել ենք շատ։ Ես ուզում եի փակագծերը բացել, որ երբ ես աշխատում էի Դար 21 հեռուստաալիքում, Գոր Հարությունյանը եղել է իմ հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերը եւ իհարկե գոլեգան, ուներ նաեւ իր հաղորդումների նախագծերը։ Այ մենք իրար հետ ճանապարհ ենք անցել։ Դու տեսել ես ինձ այն ժամանակ եւ տեսել ես այդ ընթացքը։ Ինչ զգացողություն ա լինում պրոդյուսերի համար, երբ իր կադրերին տեսնում է ինչ-որ մի ժամանակ ու տարածություն անց հետո։ Ես ասեմ, շատ ուրախանում եմ, մանավանդ երբ տեսնում եմ, որ ոչ թե մնացել է, հա, ինչ-որ այդ կարծրացած ստերեոտիպային վիճակում, այլ ինքը նույնպես փոփոխություն է, զարգացում է ապրել, փոփոխություն է ունեցել, այդ շատ լավ բան է։ Մի հետաքրքիր բան ասեմ, ես Գայանե Փայտյանի Երջանկա հիշատակ դպրոցում TV իդեալում դասավանդում էի։ Եվ կային երեխաներ 8-ից 8 տարեկանից սկսած մինչև արդեն 10, չէ, կար բարձր խումբեր։ Ինչ սովորեցի մի օր, երբ որ դասի էի գնացել եւ այս երեխեքին ասացի, երեխեք, դուք ինչ-որ հոլովակներ նկարում եք, այո, ասում ես դրանք տեղադրում եք YouTube-ում։ Այս երեխեքը նայում են ինձ, ասում են, չէ, ասում են, Snapchat-ում, չգիտեմ բանը, TikTok-ում։ Ու ես մտածում եմ, ասում եմ, օքեյ, ես արդեն հետ եմ ընկել, հա, ես պետք է իմանամ, որ փոփոխություն ա տեղի ունեցել։ Ընկերոջս աղջիկը 8 տարեկան է, երևի, չէ, 12 տարեկան։ Ընկերոջս հետ նստած եմ, ընկերոջս ասում է, ապեր դու գիտես, ասում նոր բառեր կան։ Այո։ Ասում է բանը, դու գիտես, ասում է, որ կա cringe։ Այո։ Ասում եմ, հա, ասում եմ։ Slang, cringe։ Ես ասում եմ, այդ գիտես ինչ է։ Ես իրան ասում եմ, դե ենթադրում եմ, որ նշանակում է վատ։ Վատ, այո։ Ու Սոֆին ասում է, չէ, վատ չի նշանակում, բա ինչ է նշանակում։ Այդ ոնց որ պապան զանգի քեզ ասի, արի, էս ինչ ռեստորան, իմանալով, որ դու այդ ռեստորանը չես սիրում, ու երբ որ դու գալիս ես տենում ես քո չսիրած ռեստորանա պապան կանչել, այդ cringe է։ Ես ասում օքեյ։ Հետաքրքիր է իհարկե նոր բառերը, որոնք օգտագործում են նոր սերունդը։ Իդեպ մենք խմում ենք Արմենիա Wine ընկերության իմ ամենասիրելի խաղուն գինիներից մեկը, եւ այսօր ես քեզ հետ առաջին անգամ Գոր փորձելու եմ Արմենիա Wine-ի նոր ֆանտաստիկ շարքը, օրգանիկ գինիները, խաղուն գինուց հետո կփորձենք։ Մի փոքր ասեմ այսօրվա մեր ճանապարհորդության մասին, համերի ճանապարհորդության մասին։ Ես
բոլորովին վերջերս եմ վերադարձել Ֆրանսիայից, հրաշալի ճամփորդություն ունեցա դեպի Բուրգունդիա, գյուղերով, շատոներով եւ այլն, դրանից հետո կան, Նիցա եւ այլն, բայց դու գիտես, որ այս ամեն ինչի ընթացքում ես փնտրում եմ նաեւ նոր համեր, նոր համադրություններ եւ մենք այսօր ըստ ֆրանսիական այսպես set մենյուի առաջ կգնանք եւ ես առաջարկում եմ մի հատ բարի գալուստ ասենք իրար։ Ես մատուցեմ իմ առաջին նախուտեստը եւ ասենք մեր հանդիպման բուն նպատակի մասին, որովհետեւ բացարձակ հեռուստատեսությունը չի, որ այսօր Գորին իմ տուն ռեստորան է բերել, մեկ այլ մասնագիտություն, նոր ճանապարհ, նոր հորիզոններ, ինչի մասին կխոսենք։ Բարի գալուստ։ Ֆրանսիական ռեստորաններում մարդիկ իրենց ճաշկերույթը սկսում են ամուզ-բուշով։ Ինչ է ամուզ-բուշը, թարգմանաբար նշանակում է ուրախություն բերանի համար։ Յուրաքանչյուր խոհարար առաջարկում է ամուզ-բուշի իր տարբերակը։ Դա թերևս մի փոքրիկ հյուրասիրություն է, որը կարող է հորինել խոհարարը կամ կարող է արդեն օգտագործել հայտնի բաղադրատոմսեր, գրեթե իրենից ոչինչ չներկայացնող մի բան, ծավալի իմաստով, բայց իհարկե հենց այստեղ է երևում նաև խոհարարի մտքի թռիչքը, աշխարհայացքը, գիտելիքը։ Ես իհարկե ամենապարզ, ընդունելի, հասանելի տարբերակը հիմա ձեզ կառաջարկեմ եւ իհարկե առաջարկում եմ ամուզ-բուշը մատուցել խաղուն գինու հետ։ Ես իմ հյուրին ուրախացնելու եմ այս պարզ նախուտեստով մի փոքր թզի ջեմը աղի թխվածքաբլիթի վրա, հետո դնում եմ բրի պանիրը, այս դեպքում ջեմը սոսնձի դերակատարում ունի, որ ամուր պահի պանիր է, վրայից կրկին մի փոքր ջեմ, դուք գիտեք որքան լավ է համադրվում բրի պանիրը թզի ջեմի հետ եւ որքան համեղ է լինում։ Եվ մեկ հատ էլ միկրո կանաչի։ Գոր մենք սկսելու ենք մեր հանդիպումը ֆրանսիացիների ասած ամուզ-բուշով, ուրախություն բերանի համար, որը պետք է լինի մեկ պատար, որ միանգամից տեղավորվի բերանի մեջ եւ ճաշից առաջ ուրախացնի մեզ։ Ամենապարզ տարբերակն է եւ այսպես ասած հարմարավետ նաեւ տանը պատրաստելու համար, շատ պարզ աղի թխվածքաբլիթ, բոլորի սիրելի բրի պանիրը, թզի ջեմ եւ փոքրիկ միկրոկանաչի, որը հիմա կուրախացնի իհարկե կարծում եմ ես, սկզբի համար եւ այսպես ճանապարհ կհատվի։ Ես սիրում եմ այս պաների ու քաղցրի համադրությունը, շատ դուր ու հատկապես պաների այս տեսակն եմ շատ սիրում։ Բայց կա սրա ավելի շատ բուրումնավետ տարբերակը։ Կա, այսօր մենք պանիր ունենալու ենք էլի մեր ճաշացանկում։ Ես գնացել եմ Նից եւ Էլայի հետ եմ տարունց, գնում ենք պանիր ընտրելու ու ես ընտրում եմ այդ շատ հոտով պանիրը, որտեղ շատ սիրում եմ։ Հնեցված տարբերակն է։ Ահա, եւ ամեն անգամ, երբ որ հաց էինք ուտում, Էլան բերում էր այդ պանիրը, ասում էր պահի քո թևի տակ։ Թող քեզ մոտ լինի։ Փորձենք, հետո ես ուզում եմ հասկանալ ինչ գիրք ես ինձ նվեր բերել, որտեղ ինչ շատ հետաքրքիր է։ Ես միանգամից չեմ կարողանում ուղղակի։ Ես սիրում եմ հատկապես այդ համերի պայթյունը։ Հա։ Պալաչ լուբվի։ Ինչու ես ընտրել այս գործը ինձ նվիրելու համար։ Որովհետև տես հեսա որ հասնենք կամ երկար սկսենք զրուցել հոգեբանության մասին եւ էգզիստենցիալ թերապիայի մասին, Երևին յալումը էգզիստենցիալ թերապիաներից ամենաճանաչվածներից մեկն է։ Ու այստեղ պատմություններ են, տես գրված է, որ հոգեթերապևտիկ պատմություններ են,
որոնք ներկայացնում են իր մի քանի այցելուների հետ աշխատանքը։ Եվ շատ հետաքրքիր է տեսնել, թե առհասարակ ինչպիսին կարող է լինել հոգեբան այցելու կապը, հարաբերությունը։ Եվ հասկանում ես նաև, թե առհասարակ ինչպես վերաբերվել այդ թերապևտիկ process-ին։ Գիրքը շատ հետաքրքիր է, Պալաչ Լյուբին առաջին պատմությունն է։ Դրա համար էլ հենց կոչվում է Պալաչ Լյուբի։ Արևածաղիկի մասին էլ ասեմ։ Սիրով։ Այ։ Ահա։ Հետևի պլանում մենք ունենանք արևածաղիկ։ Հրաշալի։ Այո, արևածաղիկների մասին։ Մենք երբ ասում են արևածաղիկներ, ինչ ես հիշում։ Ինչ ասոցիացիա է։ Արև, ժպիտ, դաշտեր, արևածաղկի դաշտեր ամենաշատը, ճանապարհ, որը ես անընդհատ գնում եմ ու կողքի տեսնում եմ արևածաղկի դաշտերը։ Իսկ եթե օրինակ արվեստի մեջ ենք ասում։ Դե Վան Գոգ ես մի անգամից պատկերացնում։ Այո, իհարկե։ Եղել ես տարբեր քաղաքներում, մտել ես պատկերասրահներ։ Այո, շատ։ Ահա։ Ես նույնպես։ Հիմա երբ գտնվում էի Մետրոպոլիտեն մյուզեումում Նյու Յորքում, եւ վերցրեցի ինչ-որ մի տուր եւ այս գիդը ասաց, որ մենք այստեղ կտեսնենք Վան Գոգի արևածաղիկները։ Ես ասացի, ես հարց ունեմ։ Ասաց այո, ասացի ես եղել եմ Վիեննայում եւ Ալբերտինո, հա, ցուցասրահում տեսել եմ Վան Գոգի արևածաղիկները։ Ես եղել եմ Լոնդոնում մտել եմ Լոնդոնի պատկերասրահ եւ տեսել եմ Վան Գոգի արևածաղիկները։ Ասում հիմա դուք նորից ասում եք, որ դուք ցույց եք տալու արևածաղիկները, ինչպես դա կբացատրեք։ Այ ինչ ես կարծում, ինչու կա այս տեսակի ինչ-որ պրակտիկա կամ ոնց ես պատկերացնում։ Դա կարող լինի մի քանի պատճառով։ Նախ սկսենք այնտեղից, որ կան էսքիզներ, եթե էսքիզներն է ցուցադրվում, ասում են գնալու ենք տեսնենք արևածաղիկները, բայց գնում ես եւ տեսնում ես նախատիպը, որը ստեղծվել է, տարբերակները, կամ դա կարող է արվել ներքին պայմանավորվածության ցուցասրահների մեջ, որ անդադ պտտվելու է գործը այս ցուցասրահներում, եւ դու կարող ես ուղղակի համընկել քո այցելությունը։ Որտեղ դու մեջ է տանում ես։ Տեսել ես դա։ Հա, իրականում այդ առաջին տարբերակի մեջ ավելի ճիշտ է։ Այո։ Եվ պարզվում է, որ կա 8 արևածաղիկ Վան Գոգի։ Այո։ Ու նա փաստորեն իր աշակերտներին է հանձնարարել, որպեսզի նկարեն այդ արևածաղիկները եւ իր վերջակ սրբագրությամբ։ Ես այդպես խափնվեցի Մունկի ճիչի վրա եւ գնացի սպասելով, որ ես հիմա պիտի տեսնեմ Մունկի ճիչը, բայց տեսա սև ու սպիտակ գրաֆիկական տարբերակը, որը կրկին իհարկե պատկանում էր Մունկին։ Գորի հետ հանդիպումը, երևի դուք արդեն հասկացաք, որ լինելու է հիմնականում հոգեբանության թեմայով, որովհետեւ մի որոշ ժամանակ առաջ ես նկատեցի, որ իմ նախկին պրոդյուսերը անդադ հոգեբանական վերլուծություններ է անում, նյութեր է տեղադրում եւ ես սկզբից չէի հասկանում ինչին է դա նվիրված։ Հետո հասկացա, որ փաստորեն նոր ոլորտ է բացել իր համար Գորը, ավելին մասնագիտացել է հոգեբանության ոլորտում եւ թերապիաներ է անցկացնում։ Եվ հենց դրա մասին էլ մենք այսօր խոսելու ենք։ Խոսելու ենք նաեւ խնդիրների մասին, թե հիմնականում թերապիայի ինչ խնդիրներով են գալիս եւ այստեղ ես գիտեմ, որ հետաքրքիր այսպես նյութեր ենք բացահայտելու, նյութեր, որոնց մասին մարդիկ սովորաբար չեն բարձրաձայնում։ Օրինակ, ինչից են առաջանում սեռական խնդիրները, ինչու է պատահում, որ զուգընկերները ինչ որ մի կետից սկսած այլևս չեն ուզում միասին լինել կամ անկողնում հայտնվել, որքան է կիրքը իրականում ապրում, սերը որքան է ապրում, եւ այս ամեն ինչը լսելու համար ես առաջարկում եմ մնալ մեզ հետ։ Գոր ոնց եղավ, որ որոշեցիր փոփոխություն անել քո կյանքում, ինչ տեղի ունեցավ։ Տես գալիս է մի ժամանակ, հա, եկավ մի ժամանակ, երբ ես Dark 21-ի այդ պրոդյուսերի սենյակում նստած, որպես գլխավոր պրոդյուսեր հասկացա, որ ես այլևս հաճույք չեմ ստանում այն աշխատանքից, որը ես անում եմ։
Առհասարակ դες շատ հետաքրքիր մի բան ասեմ, այս շատ հոգեբանական է, թե դու ինչով ես զբաղվում քո կյանքում։ Ու մարդիկ սենց դրված է մեր մեջ, որ երբ որ մենք զբաղվում ենք այն շնորհով կամ այն տվածով կամ այն տաղանդով, որը մենք ունենք ի ծնե, եւ կարողանում ենք մեր ամբողջ կյանքը ապրել հենց այս ունեցածը օգտագործելով, էներգիա ես դու ստանում։ Դու դառնում ես երջանիկ մարդ։ Բայց երբ դու կորցնում ես այդ ամեն ինչը եւ զբաղվում ես բաներով, որոնք օքեյ, քեզ ասել են, որ դու պետք է զբաղվես, դու դառնում ես միգուցե ֆինանսապես հաջողակ, հրաշալի պայմաններ ես ունենում ապրելու, բայց չես ունենում մի կարևոր բան, որը չես հասկանում, թե դա ինչ է։ Եվ դա քո կորցրած այդ շարժիչն է հենց, հա, որ պետք է քեզ էներգիա տար, որ դու ուրախանայիր, որ կարողացես։ Վարելանյութն է։ Հա, դու այդ կորցնում ես։ Հիմա վերադառնամ քո հարցին։ Տես, երբ սովորում էինք հոգեբանության մագիստրատուրայում, այսինքն Պետական կառավարման ակադեմիա, պրակտիկ հոգեբանության բաժին, որը բացել էր Տիկին Լաուրա Պետրոսյանը։ Եվ հրաշալի ինքը ասեմ, որ բան էր, նախագիծ էր, այսինքն նախագիծ այն առումով, որ որպես ուսումնական ժամանակահատված տրված էր 1 տարի, բայց խտացված այնպիսի կարևոր առարկաներով, որ անհրաժեշտ է որպեսզի դու դառնաս հոգեբան, որպես պրակտիկ հոգեբան։ Դա որպես հոգեբան քո միակ կրթությունն է։ Չէ։ Ստե դու բայց մի ուրիշ հարց կա, հա, ինչ է նշանակում դառնալ հոգեբան։ Մեխանիզմների տիրապետել, այլ հոգեբանների ուսմունքներ ուսումնասիրել, մեթոդներ ուսումնասիրել, այլ հոգեբանների մեթոդներ ուսումնասիրել։ Բայց այստեղ կարևորը նաև այդ անձը, հա, այդ մարդը, որ ուզում է դառնալ հոգեբան, ինքը առհասարակ իր մեջ ունի այդ որտեղ դառնալը մի տեսակ Սա արդյոք արդարացում չի բոլոր այն հոգեբանների կողքին, ովքեր ունեն այսպես կրթություն, տարիների փորձ, գրված գրքեր, վերլուծություններ, մամուլ մեջքի ետևում, դիսերտացիաներ եւ այլն, որտեղ այսօր շատ ենք հանդիպում մարդկանց, ովքեր մեկ էլ life coach եմ ես, չգիտեմ, երջանկության coach եմ ես, հոգեբան եմ ես, եւ ուզում ես հասկանալ ինչ կրթություն է ստացել, եւ գալիս է հիմնականում այս արդարացումը, որ իսկ ինչ է լինել հոգեբան։ Երևի ինչ-որ մի բան է, էլի, որ այդքան կրթություն են մարդիկ ստանում։ Վստահ եմ, որ անցել եմ դրա միջով, երբ սկսեցի շնչիր նախագիծը, հա, այնտեղ օրինակ, հա, ես սովորել էի coaching, եւ երբ ինձ հարցնում էին, իսկ դուք հոգեբան եք, ես ասում եմ, coach-ի համար հոգեբան լինելը պարտադիր պայման չէ։ Հա, իսկ թե հետո ոնց գնացի ընդունվեց, այդ ուրիշ շատ հետաքրքիր պատմություն էր։ Բայց վերադառնամ այդ աշխատանքին, հա, ինչա։ Ուրեմն նայ։ Այս ուսանելու տարիներին, այդ առաջի տարին, որ մագիստրատուրայում էինք, սովորելու հետ դու նաև սկսում ես ինչ-որ process անցնել, հետաքրքիր process։ Ու ես հիշեցի իմ մանկությունից մի դրվագ, որը շատ բնորոշում է ինձ առհասարակ։ Եվ ես երբ երևի 4 կամ 5 տարեկան էի, ուրեմն ամառը շատ էի սիրում, երբ տաք էր, մրգեր կային, ես մրգեր շատ էի սիրում, այդ կապույտ երկինք արև, բան։ Ես պաղպաղական մառոժնի էի շատ սիրում ու իմ համար այդ բանն էր։ Ամառը դա մառոժնի, ես անգամ գնում էի այդ բուդկա ասացից, ասում է դյադյա մի հատ մառոժնի տուր, մաման փողը կանցնի գտա ու ես միշտ ունենում եմ այդ մառոժնի։ Okay, բայց գլխավոր ասելիքը այն էր, որ ես ամեն առավոտ ամառը դուրս էի գալիս 4 կամ 5 տարեկան, մեր շենքի շուրջը քայլում էի եւ ինչ էի արտասանում, շատ բարձր ու ծափ տալով։ Չգիտեմ։ Դու ենթադրի, ամառ, արև 5 տարեկան երեխա, ինչ ոտանավոր կիմանա
եւ ամբողջ շենքի հարևաններին կզայրացնի, որովհետեւ տենում էին հետո ծնողներից ասում էին, ասեք այդ առավոտը թողի քնենք, էլի շատ բարձր է գոռում, չեմ պատկերացնում ինչ ես արտասանել։ Արև։ Եք, զիզիկարին վեր եք, սև ամպեր հեռացեք, արևի ճամփա տվեք։ Պատես ես այդ ժամանակ հավատում էի, որ այդ բանաստեղծությունով դու այդ օրվա այդ էներգիան Պարզ երկինք այդ արևը կունենաս, բայց ես բարձրաձայնում էի ինչ որ իմ ցանկություններ, ինչ որ մտքեր։ Մի անհամ երեխա հարևանների համար։ Okay, բայց այդ անհամ երեխան հարևանների համար իր ամբողջ կյանքում փաստորեն նույն գործողությունն է արել։ Ասում ես 18-19 տարեկանում օրինակ ռադիոյում եմ աշխատել, ռադիոբուրգում։ Եվ հետո ես անալիզ եմ անում, որ հետաքրքիր է, որ ես 5 տարեկանում այդ մի շենքի շուրջ բոլորի հետ զրուցում, հա, եւ հետո ես մտնում եմ ռադիոյում եմ աշխատում, որ ելնի նույն գործողությունն ես անում, ու այն այն ժամանակաշրջանում, երբ որ ինտերնետ չկա, երբ հեռուստաալիքներ չկան, եւ մարդը ունի ընտրության sense հնարավորություն գնալ տուն, միացնել այդ Հմեկ, Պրոմեթեվս, առաջին ալիք RTR ու երևի R կամ միացնել ռադիո, որպեսզի լսեն երգեր։ Որտեվ երգեր լսելու այլ հնարավորությունը փլեյերներն էին ու վերջ։ Այո։ Ես ճիշտ եմ հասկանում մտքիդ ընթացքը, որ պրոդյուսերի փակ սենյակում, հա, պայմանական փակ սենյակում դու հասկացար, որ քո կյանքում փոփոխություն պետք է անես։ Եվ պետք է անես այն, ինչ որ ի սկզբանե քեզ մոտ լավ է ստացվել։ Ես մտածել եմ, որ Okay, պետք է կարողանալ, այդ պատմություն կա, այդ շատ հետաքրքիր պատմություն, ու լավ պատմություն է։ Ձեռքերը։ Այսպես մնացել է։ Այդ պատմությունը նա է, ասում է, որ մի մարդ քայլում է ծովեզրին եւ հազարավոր ծովաստղիկներ են ընկած ճանապարհին։ Ու ինքը կրանում է, վերցնում է, հետ է նետում, կրանում է, վերցնում է, հետ է նետում, ու տենց շարունակում է քայլել։ Ինչ որ մեկը տեսնում է, հետևում է, մոտեմ ասում է, չեմ հասկանում, ասում է, տենմս այս ծովը անընդհատ հետ է բերում, ոնց որ անիմաստ գործողություն ես անում, էլի։ Ինչ տարբերություն քո համար դուրս եկան թե բան ներս են գնում, եկա բոլորին չես կարող փրկել, չես կարող բոլորի կյանքում տարբերություն մտցնել։ Այս մարդը ասում է, գոնե մեկի կյանքում այդ տարբերությունը մտցրու։ Հասկացա։ Ես այս պատմությունը շատ վաղուց եմ կարդացել, բայց իմ համար ինքը շատ հենց կարևոր սյուն է դարձել, երբ որ դու մտածում ես, որ հա, պետք է մտածել այդ փոփոխությունները մտցնելու մասին, թեկուզ մեկի կյանքում։ Ու երբ որ Dark 21-ի պրոդյուսերն էի, տես դու արդեն եկար, երբ արդեն համարյա պատրաստված հաղորդավարուհի էր, քո խնդիրը Dark 21-ի ֆորմատի մեջ մտնելն էր, ահա։ Բայց ես նաև աշխատել եմ մարդկանց հետ, ովքեր եկել են իրենց պատկերացումով նու կամ լավ, հիմա այս պոզիցիայից կամ, հա, այդ ժամանակվա իրանց լավագույն ռեսուրսը իրանց հասցրել էր այդ աստիճանի, բայց մեր աշխատանքի շնորհիվ, օրինակ, շատ մարդկանց կյանքում ես գիտեմ ինչ փոփոխություններ եղան, երբ մենք սկսեցինք աշխատել իրար հետ։ Դե հիմա կաբինետում նստած դու մտածում ես, օքեյ, ես աշխատել եմ այս մարդկանց հետ, շատ լավ է, իրանց կյանքում ինչ որ բաներ փոխվել են, ինչի չմասնագիտանալ եւ այդ ամեն ինչը անել արդեն ոչ թե քո ներքին բնազդներով, ինտուիցիայով, տրամաբանությամբ, այլ նաեւ ձեռք բերելով կոնկրետ գիտելիքներ եւ տեխնիկաներ եւ այլն եւ այլն։ Հրաշալի, ես առաջարկում եմ մենք տեղափոխվենք մեծ սեղանի շուրջ, փորձենք առաջին նախուտեստը համադրված ճիշտ գինու հետ եւ զրուցենք թե ինչպես, ինչ տարբերակով ես օգնում եւ ինչպես կարող են մարդիկ հասկանալ, որ խնդիր ունեն, հասկանալ, որ պիտի դիմեն եւ ստանան այդ օգնությունը, որը դու կարող ես տալ։ Okay. Հրաշալի։
Իմ սիրելի գործընկեր, Հերմնե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպը ներկայացնում է Վալան Դորս խանութ սրահների ցանցը։ Եվ իհարկե ես մշտապես լինում եմ այս խանութներում, ներկայացնում եմ ձեզ նոր տեսականիներ եւ ուզում եմ այսօր էլ պատմել իտալական բռնակների մասին։ Հիմա փոքրիկ տեսանյութ այդ մասին, որից հետո կվերադառնամ եւ կպատրաստեմ շատ համեղ ուտեստ։ Իտալական տրամադրություն իտալական բռնակներից ձեր տանը։ Վալան Դորս Պատրաստելու եմ հավի լյարդով պաշտետ, շատ համեղ, սննդարար եւ կարելի է մատուցել գինու հետ։ Ես այստեղ ունեմ կես կիլոգրամ հավի լյարդ։ Այսինքն լյարդ է, բայց չգիտեմ ինչու բոլորը թոք են ասում։ Հիմա ես էլ չեմ կողմնորոշում, վերջը լյարդ է թե թոք է։ Եթե գիտեք, խնդրում եմ օգնեք ինձ այդ հարցով եւ գրեք մեկնաբանությունների դաշտում։ Լվացել եմ, մաքրել եմ եւ վրան հիմա ավելացնում եմ 1 փոքրիկ գազար, կես սոխ, աղ, պղպեղ, մշկնկույզ, ուրց, մոտ 50 գրամ կարագ եւ մոտ 100 միլիգրամ սերուցք 35% յուղայնությամբ եւ մոտ 30 րոպե դնելու եմ ջեռոցը 200 աստիճան ջերմությամբ։ Ահա։ Հիմա պետք է հարել։ Հիմա կլցնեմ անհատական պնակների մեջ, որտեղ մատուցելու եմ յուրաքանչյուրին մեկական։ Վրան ավելացնում եմ հալեցրած կարագ։ Դնում եմ սառնարանը, մատուցելու եմ ջեմով եւ սև հացով։ Մատուցելու եմ նռան եւ ազնվամորու ջեմով։ Դե ինձ թվում է արդեն հասկացար մենք ինչ ենք փորձելու, մենք փորձելու ենք հավի լյարդով պատրաստված պաշտետ տնային պայմաններում, հենց իմ ջեռոցում։ Հուսամ լավ է ստացվել, առաջին անգամն եմ փորձում եւ հետը համադրելու ենք Արմենիա վայն ընկերության տակար օրգանական գինին, որը ֆրանսիական խաղողի սորտերի բլենդն է հայկական տերուարում, իսկ մենք գիտենք թե օրգանական գինի ստանալը որքան բարդ է, սա առաջին հայկական սերտիֆիկացված օրգանիկ գինին է, դա նշանակում է որ հողը պարարտանյութ ընդհանրապես չի ստացել, միջատների դեմ պայքարելու մեթոդները բոլորովին այլ են եղել, ուղղորդելու մեթոդներն են այլ եղել եւ ես արդեն առիթ եմ ունեցել փորձելու, հուսամ դու էլ կհավանես։ Okay. Եվ համադրությունը փորձենք իրար հետ։ Շնորհակալություն։ Փորձենք, հետաքրքիր է։ Իսկ դու միանգամից ջեմով վերցնում ես որ խառնվի, թե Ես սիրում եմ, ահա, մի քիչ դրանից եմ վերցնում, մի քիչ դրանից եմ վերցնում։ Լավ։ Այո։ Ինչ կասես համով ուտելու մասին։ Դա ինձ ուրախություն է բարգեւում։ Եվ ես սիրում եմ ուտեստ, որը հենց ինձ համար է պատրաստված։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ես չեմ սիրում այն վայրերը, որտեղ ամեն ինչ դրված է եւ բոլորը վերցնում են այդ նույն տեղից։ Ես սիրում եմ, որ կամ հյուր եմ գնում եւ ինձ համար տանտերն է պատրաստում, կամ լինում եմ օրինակ ռեստորանում, որ ես պատվիրում եմ կրկին ինձ համար են պատրաստում, կամ ես ինքս եմ պատրաստում։ Ինձ համար համեղ գրագետ ուտելը խոսքը շքեղության մասին չէ, որտեղ կարելի ամենապարզ մթերքներով ստանալ շատ յուրահատուկ եւ շատ հետաքրքիր ուտեստներ։ Ահա, իհարկե։ Դա ինձ ուրախություն է բարգեւում։ Ուրիշ ինչ ես զգում օրինակ երբ կերակուր ես պատրաստում։ Պատրաստելուց։ Այո։ Շատ հետաքրքիր մի բան, երբ կերակուր եմ պատրաստում, հողին եմ կարչում, կենտրոնանում եմ։
Եվ ես հասկացել եմ, որ այդ կենտրոնացումը ինձ շատ լավ լիցքաթափում է։ Այսինքն իմ այդ բոլոր մտքերից, այդ թրջող, տարարուծվող մտքերից, երբ ես խոհանոց եմ մտնում եւ կանգնում եմ հատակին եւ կենտրոնանում եմ մթերքի վրա եւ սկսում եմ ստեղծագործել, ինչքան էլ ստեղծագործում, մեկ է ես ամուր կարճում եմ ու դա ինձ դուր է գալիս։ Քեզ դուր է գալիս ստեղծագործելը։ Այո։ Այդտեղ քեզ զգում ես որպես ինչ։ Նկարիչ։ Okay. Creator, ստեղծարար։ Ստեղծարար։ Ու ինձ դուր է գալու որ ինչքան դժվար է պայմանները, այսինքն օրինակ եմ ասում սառանը բացում ես եւ գրեթե չկա ոչ մի բան, օրինակ։ Որ դու կարողանաս այդ ոչ մի բանից լավ բան ստանալ, սիրուն բան ստանալ։ Մենք թերապիայի ենք անցել։ Մի հատ զգուշացնենք, նախազգուշացնենք մեզ դուք մարդկանց։ Ուզում էի խոսել հենց այդ հեղինակ լինելու մասին, որովհետև այ էգզիստենցիալ թերապիայում այս շատ կարևոր մի գաղափար է։ Հա, նայ քիչ առաջ խոսում էի այդ շնորհների, այդ տված այդ տաղանդի, այդ ձիրքի, չգիտեմ, ով ինչ ուզում է թող ասի, իր պատկերած դրան, ինչպես ասում անվանի, պատկերացրած ձևով, այ երբ որ դու ունենում ես այս ամեն ինչը, հասկացել ես, որ սա դու ունես, եւ տրավմատիկ չես, ու կարողացել ես որպես հեղինակ այս քո ունեցածը օգտագործել, այդ նշանակում է դու աշխարհի բնակչության 1%-ին ես հասել գոնե, որը այդ ինքնաիրացման մասին է։ Ինչպես անեն մարդիկ, ովքեր զգում են, որ պիտի կյանքում փոփոխություն անեն, չեն սիրում իրենց մասնագիտությունը, չեն սիրում իրենց աշխատավայրը, չեն սիրում իրենց ամուսնուն կամ կնոջը, բայց չեն կարողանում այդ փոփոխությունը անել, որովհետև կոմֆորտ զոնայի մեջ են, որովհետև լավ են վաստակում, կամ որովհետև ունեն բնակարան, կամ ընդհանուր հիպոթեկային վարկ, շատ բան կա, որ կարող է խանգարել, բայց ինչպես անել, որ դուրս գալ այդ իրավիճակից, դուրս գալ այնպես, ինչպես դու պրոդյուսերի սենյակից 4 պատից։ Նայ, մենք ոնց ենք ապրում, ինչ ընտրություններ ունենք, գլոբալ, հա, երկու ընտրության մասին եմ ուզում խոսել, կամ դու հարմարվում ես, կարճում ես եւ որոշում ես, որ այդտեղ ես մնալու եւ ըստ հնարավոր է նաեւ օրինակ ինձ բավարարել միայն այն, որ ես, հա, այդտենց մարդիկ կան, չէ՞, ասում են ես 60 տարի գրադարանի պահակ եմ եղել, դու եկել ես ինձ ասես ով էր Դոստոևսկին։ Այ մոտավորապես, հա, դու մի օր մտածում ես, ասում ես, օքեյ, ես այսքան արեցի, այսքանը կարողացա, հա, հիմա էլ հաճույք չեմ ստանում, կամ ես ուզում եմ մնալ այնտեղ, որտեղ որ էի, որ անգամ արդեն երբ որ մարդիկ չհասկանային դու ով ես, որտեղ ամեն ինչ փոխվել է այս աշխարհում, կամ հակառակը որոշում ես, ասում ես, օքեյ, ես գիտես, երբ երեխեքի հետ աշխատում էի այդ մեր դար 21-ի Անի Դաշյան հենց կազմի, այդ երբ որ այդ կազմի հետ աշխատում ես, ասում եմ երեխեք, հասկանում եք, այդ աստղային լինելը դա միայն ձեր ճանաչման մասին չի, այդ դու ես որոշում, ես ասում եմ, եթե ես լինեմ չգիտեմ, ցանկացած այլ աշխատանքի, ես այդ աշխատանքի ոլորտում միևնույնն է կլինեմ աստղային։ Էսա ամբողջ քո կյանքում որոշումը։ Որովհետև դու վերջ-վերջո պետքա կապի մեջ լինես քո հետ եւ հասկանաս, այդ է տանելու քեզ այդ աստղայինին։ Աստղայինը նկատի չունեմ, հա, աստղայինություն, այլ այդ քո առանձնահատկությունն է, էլի, այն որ դու քո կոչումը, տես այդ պատմությունը պատմեցի այդ արևի, հա, մենք եկանք, ես ասում եմ, ես 19 տարեկանից բարձրաձայնել եմ իմ բոլոր մտքերը մինչև 2008 թիվը, ուղիղ եթերում, դա ոչ բոլորին է տված եղել, հա, եղել է դիջեյների մի սերունդ, ովքեր
հա Չախոյան, Ծուրիկյան, Գայանե, բոլորը մի խոսքով անունները բոլորի հիմա չտամ, հետո եղել է մեր սերունդը, հա ուստեղ դու ունես այդ, հետո դու խոսում ես արդեն ոչ թե քո բերանով, այլ խոսում ես այն մարդկանց բերանով, ովքեր եթերում են։ Ես հասկանում եմ մի ծրագրի շրջանակներում հնարավոր չէ խոսել իհարկե տարբեր ոլորտների մասին, հա, որովհետև ինչպես վախերը հաղթահարել է, ինչպես գիրանալ, չգիրանալ, սիրել, չսիրել, դրանք հարցեր են, որոնց մասին պետք է մի սեանս թերապիա անցնել։ Ես ավելի հակված եմ մենք հիմա խոսենք նրա մասին, թե ինչպես են մարդիկ գտնում քեզ եւ ինչպես են սկսում հարաբերությունները կառուցել քեզ հետ։ Okay. Ինձ գտնում են հիմնականում համացանցով, որովհետև ակտիվ է թե Instagram-ի էջը, թե իմ Facebook-ի էջը, ու ես ամենօրյա այդ post-երը կամ մեր reel-երը, հա, որոնք հեռարձակվում են, տեղադրվում են, հա, եւ մարդիկ գրում են ինձ իրենց անհանգստացնող հարցերով, ու մի կարճ զրույցից հետո 10-15 րոպե ես հասկանում եմ, ես աշխատելու եմ այդ խնդրի հետ, թե չեմ աշխատելու։ Որ խնդիրների հետ չես աշխատում։ Շատ սուր որոշակի հոգեբանական խնդիրների հետ, եթե արդեն խոսակցության ընթացքում զգում եմ, որ կան նկատելի ընդգծված վարքագծի դրսևորումներ, հիմնականում աշխատում եմ շատ չերկարացնել զրույցը, այլ միանգամից ուղղորդում եմ ավելի այդ դաշտում գործող մասնագետների մոտ։ Ես տեսա նաև կայքն է գործում, որտեղ մարդիկ կարողանում են դրացնել, դիմել, ժամ վերցնել եւ նաև թեստեր անցնել հոգեբանական, ու այսօր մի թեստ եմ հետս բերել, բայց կուզեմ, որ կարծես ընթացքում, հա, երբ դուք ցանկանաս տեսախցիկներից դուրս անենք այդ թեստը, բայց հաճույքը չպաճառեք մարդկանց, ովքեր բայց հասկանում ես դու պատմելու ես քո մասին, որը կարծում եմ, որ պետք չէ, որ եթերը Այսինքն դու արդեն գիտես ես ինչ եմ պատմելու, դու արդեն մտածում ես, որ հա, հասկացա, լավ, մենք դա կարձանագրենք, հետո ես կհասկանամ մոնտաժի ժամանակ դա թողնում ենք, թե ոչ, գոր բազմաթիվ են, ինչպես հասկացա, մարդիկ, ովքեր ուզում են անցնել թերապիա, նախ ինչ թերապիա է դա, ինչի մասին է, ինչպես է դա տեղի ունենում։ Իմ հիմնական թերապևտիկ ուղղությունը, որ աշխատում եմ, էգզիստենցիալ թերապիան է, այ որ հարցրեցիր միակ կրթությունն է, երբ ավարտեցի ակադեմիան, պետական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնը 1 տարվա ծրագիր ուներ էգզիստենցիալ թերապիայի հետ կապված, էգզիստենցիալ թերապիայի ծրագիր ուներ։ Եվ որոշեցի գնամ հենց էգզիստենցիալ թերապիա սովորեմ, ինչու, որովհետև երբ ակադեմիայում սովորում էի, տարբեր թերապևտիկ ուղղություններ էինք ուսումնասիրում, բայց երբ Իզաբելլա Ղազարյանը առաջին դասը անցկացրեց էգզիստենցիալ թերապիայի, ինձ մոտ տեղի ունեցավ շատ հետաքրքիր մի process, որը չեմ կարող ասել եթերում, շատ անձնական է, բայց ես հասկացա էգզիստենցիալ թերապիայի ուժը։ Ինչ է էգզիստենցիալ թերապիան։ Okay, էգզիստենցիալ թերապիան ինքը թերապևտիկ ուղղությունների մեջ էգզիստենցիալ թերապիան շատ ազատ թերապիայի ձև է։ Հա, էգզիստենցիալ թերապիայում շատ կարևոր է աշխատել այն դաշտերի հետ, որը էգզիստենցիալ թերապիայում համարվում է ամբողջական ու լիարժեք կյանքի համար շատ կարևոր ոլորտներ, հա,
դա կյանքի իմաստն է, դա մահվան եւ կորուստի իմաստն է, պատասխանատվության, մեղքի ամոթի զգացողության, ազատության ու այս ամեն ինչը երբ դու քո կյանքում կարողանում ես այս ամեն ինչ այդ քո հարցերը լուծել, այսպես ասած, հասկանալ թե արդյոք դու այդ պատասխանատվությունը ամբողջությամբ վերցրել ես այս կյանքի քո կյանքի համար արդյոք դու այդ պատասխանատվությունը գիտակցել ես այնքան որ դա բերի քեզ ազատության, հա, այն ազատությանը, որը քեզ տալու է այն էներգիան, հա, ազատելու է քեզ այն բաներից, մտքերից, որոնք օրվա ընթացքում քեզանից տանում են այնքան, որ դու զգում ես հոգնածություն, դու զգում ես տրամադրության անկում, դու ուժ չես ունենում, դու հետաքրքրություններդ ես կորցնում, մի խոսքով, հա, տանում է դեպի անդունդ։ Ոմանց մոտ դա լինում է արագ, ոմանց մոտ դա լինում է դանդաղ, բայց հարցը սա է, որ երբ որ օրինակ էգզիստենցիալ թերապիայի ես դու գալիս, թեկուզ պրոֆիլակտիկ, թեկուզ 1-2 հանդիպում, դու սկսում ես հասկանալ, թե քո կյանքում կան ինչ-որ ոլորտներ, որոնց վրա պետք է հատկապես ուշադրություն դարձնել, թե ամեն ինչ օքեյ է, որտեվ չնայած հոգեբանները հաճախ ասում են, որ չկա ոչ տրավմատիկ մարդ, բոլորն էլ ունեն տրավմաներ, հա, բայց գոնե արդյոք այդ տրավմաները դու կարողանում ես քեզ համար ռեսուրս դարձնել, գոնե այդ տարբերակ։ Օրինակ լինում են այցելուներ, որոնք գոնե ասում են մեծ հետաքրքիր է թե թերապիան ինչ է առհասարակ իրենից ներկայացնում ու ասում են կուզենայինք գոնե սկզբի համար պայմանավորվել մի քանի այց, 3-4, որպեսզի համ իրենց մի հատ փորձարկեն այդ բազկաթոռի մեջ տեսնեն ինչ է սա առհասարակ ինչի մասին է, ինչպես են իրենք զգում այդ դերում թե հետո նաև դառնում է սա առիթ, որպեսզի սկսեն արդեն գրացել որպես մշտական այցելու գալ թերապիայի։ Որովհետև թերապիան դու քո խոսքում նշեցիր, որ այս հարցի մասին բան մեկական թերապիա, թերապիայի հետաքրքիրը դա է, որովհետև կարող է դու մեկ այցելությունից հետո զգաս թե ինչ այսբերգներ քանդվեցին ու ինչ պատեր, հա, փոշի դարձան, բայց կարող է դու նաև գաս թերապիայի ու քո թերապիայի գալը քո համար թերապիա չլինի, որովհետև դու այնտեղ քո հոգեբանի հետ չհամագործակցես։ Դու մարդ կա, որ կարող է գնա թերապիայի եւ ենթադրենք 3-4 տարի հետո պատմի մի հատ պատմություն կամ որոշի առաջին անգամ խոսել մի թեմայի մասին, որը երբ հարցնում ես, ասում եմ, ես անընդհատ ուզել եմ եւ չեմ կարողացել։ Իմ անձնական ուսումնասիրությունների արդյունքում, այսինքն որպես այդպեսին ուսումնասիրություն չասեմ, հա, բոլորս այն տարիքում ենք, համենայն դեպս այս սեղանի շուրջ գտնվող մարդկանց, ովքեր ունեն ընկերներ կենսագրությամբ արդեն եւ հարաբերություններով ավարտված, նոր սկսվող ընթացիկ եւ իմ այսպես անձնական ուսումնասիրության արդյունքում շատ են այսօր սեքսուալ բնույթի խնդիրները մարդկանց մոտ։ Արդյոք ունենում ես նման պացիենտներ, ովքեր դիմում են սեքսուալ բնույթի խնդիրների համար, իսկ եթե այո, ապա ես առաջարկում եմ նախ ասես այո թե ոչ։ Այո, շատ են, լինում են։ Իմ անձնական վերլուծությունը ճիշտ է, որ շատ են այսօր խնդիրները։ Լինում են։ Դե ուրեմն ես առաջարկում եմ մենք փոխենք գինին, փոխենք ուտեստը եւ խոսենք մասնավորապես այդ խնդիրների մասին։ Ինչու մասնավորապես, որովհետեւ սա մի թեմա է, որի շուրջ մարդիկ վախենում են եւ ամաչում են խոսել։ Հատկապես եթե պիտի տեսախցիկի առջև խոսեն, միանգամից փակում են թեման։ Օրինակ, երբ ես իմ ընկերներին ասում էի, որ ես հրավիրելու եմ Գոռ Հարությունյանին ու ես ուզում եմ խոսել տարածված խնդիրների մասին, հատկապես սեքսուալ խնդիրների մասին, բոլորը սկսեցին քննարկել, բայց ամոթ չի, բայց արժի խոսել, բայց կնայեն հաղորդումը։ Եվ ի հեճուկս հիմա այս բոլոր արձագանքների, ես ուզում եմ խոսենք այդ ամեն ինչի մասին, ինչ կասես։ Իհարկե։
Ես գիտեմ, որ դուք շոփինգ անել շատ եք սիրում, հատկապես երբ այդ շոփինգը անվճար է։ Դուք կարող եք 200,000 դրամի անվճար շոփինգ կատարել Երևան մոլից, եթե ձեռք բերեք իմ սիրելի գործընկեր Italsolar-ից 6, 7 կամ 8 կիլովատ հզորությամբ արևային կայաններ։ Ինչ է կատարվում։ Դուք ձեռք եք բերում արևային կայանները, զրոյացնում եք էլեկտրաէներգիայի ծախսը եւ նվեր եք ստանում 200,000 դրամի նվեր-քարտ Երևան մոլից։ Այս ամենը իհարկե իմ սիրելի գործընկեր Italsolar-ի կարգախոսն է հենց Italsolar, ժամանակն է ստանալ ավելին։ Պատրաստելու եմ ֆիլե մինյոնի իմ տարբերակը, վերցրել եմ ցլիկի փափկամիս, ահա այսպես տեսեք։ Հիմա պետք է խոհարարական թելով կապեմ։ Նախ պետք է տապակեմ ցլիկի փափկամիսը, թավան պետք է շատ տաք լինի եւ նախընտրելի է որ գրիլի թավա լինի։ Լավ տաք շիկացած թավայի վրա ավելացնում եմ ձիթայուղ եւ տապակում եմ ցլիկի միսը։ Խոշորաղ եմ ավելացնում։ Իսկ այս ընթացքում ես կպատրաստեմ հատուկ սոուս բրոկոլիով եւ կաթով։ Գնացինք։ Կաթի մեջ ավելացնում եմ աղուսեղ պղպեղ, սխտոր, դափնուտերև եւ բրոկոլի։ Եվ եփում ենք։ Երբ բրոկոլին արդեն եփվում է, հեռացնում եմ դափնուտերևները եւ ավելացնում եմ մանրացրած կապույտ պանիր, ռոկֆոր։ Եվ հարում ենք։ Հերմինե, միշտ շատ համեղ ես պատրաստել, ես հիշեցի են կոմիտասի են բնակարանը, որ տաղավար էր, Եվ մենք նկարանում ենք միքսեր նախագիծը, եւ չմոռանանք, որ ես այդ ժամանակ բալիկի էի սպասում։ Այո, եւ միևնույն է, այնտեղ մինչև շատ համեղ էր պատրաստում, ես հիշում եմ։ Այդ դու մեկ-մեկ հյուր էիր գալիս նկարանների վերջում, որ միասին ճաշենք։ Այո։ Գոր առաջարկում եմ նախ մի հատ փորձենք մեր սթեյքը։ Լավ։ Մատուցել եմ բրոկոլի եւ ռոկֆորի սոուսով։ Բաղադրատոմսը հաղորդման ընթացքում դու կտեսնես, երբ որ դիտես։ Լավ, տեսնենք, թե բայց արդեն վատ չի։ Արդեն վատ չի։ Լավ, կփորձես։ Ես կներկայացնեմ գինին։ Ֆիլե մինյոնի հետ հասկանանք կարմիր հնացված տակառը, որը կրկին օրգանական է եւ ես արդեն փորձել եմ, հատուկ սերտիֆիկացված օրգանական գինի է, կրկին ֆրանսիական խաղողի սորտերի բլենդ, Cabernet Sauvignon, Cabernet Franc, Merlot եւ Tanat եւ հնացված է նաև ֆրանսիական կաղնետակառների մեջ։ Կուզեի որ թվարկել էր ասել, ես հիմա նորից որ փորձեմ, ուղղակի պահի համար կհասկանանք, համոզեք, թե ոչ, հա։ Շնորհակալություն։ Ես արդեն ասում եմ, բայց իհարկե կարծիքը շատ կարևոր է։ Շատ համեղ գինի է։ Լավն է, չէ՞։ Իսկապես լավն է։ Իսկապես լավն է։ Ես այդ փունջը շատ հետաքրքիր ու երկար բացվեց։ Իսկ եւ դեռ մի քիչ էլ կբացվի, որտեվ այնուամենայնիվ հնեցված գինի է, մի փոքր օդահարման կարիք կունենա եւ մի քանի րոպեից վստահաբար ավելի համեղ է լինելու։ Եվ ճաշենք եւ զրուցենք։ Այո։ Որտեվ ես չեմ ուզենա քո ուտեստը կորցնի իր համը եւ բույրը։ Նախորդ ուտեստի ընթացքում ավարտին
Ես խոսեցի նրա մասին, որ շատերը այսօր ունեն միջանձնային հարաբերություններ, հատկապես սեքսուալ բնույթի հարաբերություններ, ինչի մասին շատ քիչ է խոսվում։ Որոնք են հիմնական խնդիրները զույգերի մեջ։ Ես մտածում եմ, որ եթե պետք է անել աղ ու պղպեղ, արդեն դու միջամտում ես, որպեսզի բերես այդ համային տարբերակին, որը դու կուզեիր այս պահի համար լինել։ Ու այս աղ ու պղպեղ, որ սեղանին չկա, այս քո հետաքրքիր նաև այդ մոտեցման մասին է, որ այո, ես գիտեմ, թե ես ինչ եմ հրամցնում, աղ ու պղպեղ պետք չի լինելու։ 90-ականներին կար մի խումբ, որի անունն էր Salt and Pepper։ Այո, աղ ու պղպեղ։ Այս Salt and Pepper-ն ուներ մի հատ մի երգ ուներ, որի անունն էր Let's Talk About Sex։ Խոսենք սեքսի մասին։ Այդ ասում ես զույգերը, հա, այսինքն մարդիկ եթե իրենք զույգ են, նշանակում է ընտրել են իրար որոշակի ֆունկցիաների եւ նպատակների ցանկությունների համար։ Բայց ես ասում եմ ընտրել են։ Բայց լինում է որ չեն ընտրում, չէ՞, լինում է որ որովհետեւ պետք է։ Պարտադրված։ Որովհետեւ պարտադրված է։ Որովհետեւ պետք է լինել ազատ այն ճնշումներից, որը սոցիումը, չգիտես ինչի, ազատ է ունենալու իր անդամների վրա։ Ուրիշ մի հարց, որը էլի շատ կարևոր է, կան, ես իրենց անվանում եմ ժամանակի պահապաններ, որ մարդկանց ճնշում են հենց հատկապես ասելով, որ բա 2 տարի պսակված եք, այդքի երեխա չեք ունենում, բա խի, սենց, բա ինչին հենց, բա, ժամանակը տանցնում է, հիմա որ չանես, հետո չես անի, ու այս նմանատիպ հարցեր, մարդկանց տիպում են կատարել ընտրություններ, որոնք չեն ուղված, միտված չեն իրենց հիմնական ցանկությունների բավարարմանը։ Ցանկություններ, որոնք սոցիումի կողմից պարտադրված են։ Եվ որոշված։ Ահա, եւ մարդիկ անելով ընտրություններ հայտնվում են իրավիճակներում, երբ չեն ստանում բավարարվածություն, ու այս բավարարվածությունը պայմանավորված ամոթի, մեղքի զգացողության, չտարբերվող լինելու, պարտավորությունների եւ մնացած այն նմանատիպ բաների վրա չեմ հիշում դա վրա եմ ասել թե ինչ, բայց վրա երևի, okay։ Հիմնված են այս ամեն ինչի վրա եւ մարդը չի կարողանում իր հիմնական պահանջմունքները, այդ մենակ սեքսի մասին չի, բայց նաև սեռական պահանջմունքը, որը ամենամեծ շարժիչն է այս ամեն ինչի մեջ, չեմ բավարարում։ Իսկ այդ հանգեցնում է շատ խնդիրների։ Ինչպես անել, որ ուշ գա այդ ժամանակը, կամ չգա այդ ժամանակը։ Երկար ապրի գիրքը։ Ընդհանուր առմամբ ասում են, որ սերը 3 տարի է ապրում, հա, ասում են դոֆամինի այն քանակությունը, որը այդ 3 տարում արտադրվում է, հա, ինքը հերիքում է, որպես այդ հարաբերությունները մնան։ Այ 3 տարի հետո սկսում է դժվար կամ առաջին ճգնաժամերից մեկը։ Այո։ Սկսում է այդ առաջին ճգնաժամը եւ հարց է առաջանում, թե արդյոք այս ընտրությունը, որը կատարվել է այս մարդկանց միջև, կամ այս միությունը, որը եղել է այս մարդկանց միջև, անցել է զարգացում։
փոխվել է ժամանակի ժամանակին փոխվել է յուրաքանչյուրի պահանջմունքներին համապատասխան։ Բացահայտումներ են արել, թե չեն արել։ Ունեցել են զարգացումներ, թե չեն ունեցել։ Ու երբ որ չի լինում այս զարգացումը, այս շարժումը, հա, քանի չի լինում, այնքան գնում է դեպի ճահճացում, գնում է հետաքրքրության կորուստ։ Ինչա պետք որպեսի գիրքը լինի, պետքա ստեղծարարություն։ Գիտես, կա հետաքրքիր տեխնիկա, հա, օրինակ, բայց առհասարակ մինչև տեխնիկային անցնելը մի բան ասեմ, հա սեքսի մասին եթե մենք խոսենք, հա սեքսը այդ գլխավոր պահանջմունքներից մեկն է, որը պետքա բավարարվի, կենթանական աշխարհում մարդիկ միակն են, որ սեքս են անում բոլորի աչքից հեռու։ Որովհետև կա ամոթ, կան կանոններ, կան ինչ-որ արգելքներ կամ ստերեոտիպային եւ այլն sense մոտեցումներ, եւ այս կանոնների եւ ամեն ինչի ճնշումը բերում է հանգեցնում է չբավարարվածության։ Անկամ զույգերը երբեմն ամաչում են իրար հետ խոսել իրենց սեքսի մասին։ Իսկ որոնք են հիմնական պատճառները, որ ամուսինները, զույգերը սեքսով չեն զբաղվում։ Պատճառներից ես կարող եմ օրինակ առանձնացնել այն, որ սեպարացիա տղայի եւ մոր միջև տեղի չի ունենում։ Մայրերը կարծես իրենց չափահաս երեխաներին չեն վերաբերվում որպես չափահասների, չեն ուզում բաց թողնել, որպեսզի այդ մարդիկ կարողանան լինել միասին իրար հետ։ Ու սա դերերի խառնման է հանգեցնում, հա, կորցնում են մարդիկ իրենց դերը, փոխվում են մարդկանց դերերը։ Եվ այս պարագայում երբ որ հսկողություն է տեղի ունենում ընտանիքում զույգերի միջև դրսից, հա, տեղի են ունենում բազմաթիվ խանգարումներ։ Եվ մարդիկ հնարավոր է ապրեն իրար հետ տասնյակ տարիներ, բայց այդպես էլ չխոսեն մի թեմայի մասին, որը կարող էր փոխել իրենց կյանքի որակը։ Այո, շատ են այս հարցերով դիմում գոր։ Մարդիկ դիմում են, բայց հետաքրքիր է նաև այն, որ անգամ երբ դու վճարում ես, դու գալիս ես հոգեբանի մոտ, դու գիտես, որ ունես ինչ-որ հարցեր այս թեմաների շուրջ, միշտ չէ, որ կարողանում ես միանգամից խոսել։ Հնարավոր է դու ենթադրենք գաս կես տարի, մի տարի, հետո այն հարմարավետությունը երբ կզգաս, այն ամբողջական վստահությունը կունենաս արդեն ինքդ քո հանդեպ, որ օքեյ, ես ինձանից հիմա սկսում եմ ինֆորմացիա դուրս տալ, որը շատ անձնական է եւ պատրաստ եմ դա կիսել, այստեղ հասկանում ես, որ կան բազմաթիվ խնդիրներ կապված հենց սրա հետ։ Արդյոք ավելի երիտասարդ սերունդը 19-20 տարեկան երիտասարդները ավելի հեշտ են իրենց սեքսուալ խնդիրների մասին խոսում, քան օրինակ մեր տարիքի մարդիկ։ Ինչու եմ այս հարցը տալիս, որովհետև մեծ պատմական իրադարձությունների այս կողմում, այն կողմում ենք մնացել, ժամանակներ են փոխվել, նոր տեխնոլոգիաներ են եկել եւ գուցե սերունդը ավելի նոր մոտեցումներ ունի, քան մենք։ Չեմ կարող ասել այո կամ ոչ, ինչի, որովհետև ստատիստիկան որպես այդպիսին միևնույն է։ Քո փորձի մասին եմ ուզում ավելի շատ։ Եթե ասեմ, նկատել եմ, որ ավելի երիտասարդներ ավելի համարձակ են։ Ավելի երիտասարդները ավելի բաց են ինքնաճանաչման մեջ։ Քանի սերունդը ավելի տարիքով է, հա, ավելի հին է, կարծրացած են մոտեցումները, կարծրացած է վերաբերմունքը եւ ավելի հակված են չխոսել այդ թեմաների շուրջ։ Բայց միևնույն է սեքսը դա թեմա է, որը հեշտ չէ մարդու համար բացել։ Իհարկե։ Անկամ երբ զույգեր են լինում, ովքեր
թերապիայի գալով սկսում են զարմանալ այն մասին, որ իրենք այս թեմաներով իրար հետ չեն էլ խոսել երբևէ։ Դու էլ սկսում ես այսպես ասել, ուրախանալ, որ առիթ ես դարձել, որ խոսեն։ Այո, կարևորություն է դառնում սա իրենց համար։ Թե չէ կան բազմաթիվ օրինակներ, երբ մեր մոտ այս ամեն ինչը դառնում է տանը, չգիտես ինչի շատ ավանդական, տանից դուրս ինչպես երազում եմ կամ ինչպես կցանկանայի կամ ինչպես կուզեի։ Ինչ չկա տանը։ Դե տանը չկա այն, ինչը որ դու մերժում ես, ինչը որ դու թաքցնում ես, ինչը որ ամոթ է, բայց ուզում ես։ Եվ փոխանակ օրինակ խոսես քո զույգի հետ, եթե ունես այդ զույգին, եւ բացատրես եւ ինքդ լսես, հա, դու միանգամից գնում ես ամենահեշտ տարբերակներին։ Այդ ամենահեշտ տարբերակներն են, հա, վճարովի ծառայությունները, այդ հեշտ տարբերակներն են պորնո ֆիլմերը, որտեղ դու քո երևակայությանը տալիս ես ազատություն, այնինչ կարող է իր քո զույգի հետ խոսել եւ այդ երևակայությունը նաեւ բավարարեիր չկորցնելով այն կարևոր կապը, որը որ պետք է ձեր հարաբերությունները լիարժեք դարձնելու համար։ Իդեպ մի անգամ մի հոդված ընթերցեցի, որ Հայաստանում պոռնոգրաֆի կայքերի այցելության թիվը բավականին բարձր է, ցուցանիշները բավականին բարձր են։ Ինչով կարող է սա պայմանավորված լինել։ Դե օրինակ մի օրինակը սա արդեն ասացի, հա, զույգերը չեն խոսում իրար հետ այս թեմաներով։ Չգիտեն ում ինչը հարկավոր, ով ինչ ցանկություն ունի։ Օրինակ դες տեխնիկա կա, որ զույգերը նստում են առանձին թղթի վրա, թուղթը բաժանում են երկու մասի, հա, մի սյունակում գրում են, որ ես գրգռվում եմ ու շարունակում են թե ինչերից, եւ մյուսում գրում են, որ ես չեմ գրգռվում կամ ինձ համար տհաճ է, եւ սկսում են թվարկել այդ տհաճ գործոնները, հա։ Հիմա պատկերացրու, մարդիկ ովքեր չեն խոսում այս թեմայով եւ այդ process-ի ընթացքում չեն ունենում ոչ հաճույք, ոչ ինչ ավելի լավ կլինի իրենց համար, եթե օրինակ մեկը գրի, որ հա ես չեմ գրգռվում կամ ինձ համար տհաճ է բերանի վատ հոտը։ Ես գրգռվում եմ գեղեցիկ, չգիտեմ, ժանյակավոր ներքնազգեստից, բայց ժանյակավոր կամ չգիտեմ, կարող է ընտանեկան, հա, ներքնաշարից, չգիտեմ, տարբեր։ Բայց հետո փոխանակում են։ Փոխանակում են, կարդում են, տեղեկանում են, ավելի հեշտ չի խոսել այդ ամեն ինչի մասին։ Ես ասում եմ այն տարբերակը, երբ դժվար է։ Ահա։ Հետո գրելը նաև ուրիշ նշանակություն ունի, ավելի օգնում է, որ դասավորես մտքերդ, հա, ֆիքսես։ Նաև մտածես նաև գրելու ընթացքում դրա մասին մեկ անգամ եւս։ Դա ինչ հասարակ մի վարժություն է, չէ՞, բայց որքան դա կփոխի, որովհետև հնարավոր է մեկը չգնա իր զուգընկերոջ, ասի բերանից այդ վատ հոտ է գալիս, չեմ ուզում ես քեզ հիմա համբուրեմ։ Բայց եթե գրի, որ ինձ դուր չի գալիս բերանի վատ հոտը, կյանքի որակ է փոխվելու։ Հարցերի շուրջ իհարկե երկար կարելի է զրուցել, հատկապես սա շատ հետաքրքիր եւ շատ խորը եւ շատ մեծ թեմա է, բայց կրկին ես ուզում եմ այս ամեն ինչը դիտարկենք քո կոնկրետ քո գործունեության տեսանկյունից եւ մեկ անգամ եւս մարդկանց հիշեցնենք ինչպես կարող են գտնել քեզ, ինչպես կարող են դիմել քեզ, որ դու թերապիաներ անցկացնես, ինչպես տեսակ ամենատարբեր թեմաներով։ Դու սեքսի մասին ենք, չէ՞, խոսում։ Այ երբ ընտանիքում մարդիկ նորաստեղծ ընտանիքներում մասնավորապես զբաղվածությունը շատ է, հա, կինը բնությունից իրեն տրված այդ մայրական բնազդը ամբողջովին ներդրում է երեխայի մեջ, ամուսինը սկսում է աշխատել, որ հասցնի այդ
տակդիրների եւ չգիտեմ մնացած ամեն ինչի համար։ Մեկ էլ մի օր ամուսինը սկսում է մտածել, այ քեզ բան, ես էլ արդեն ոնց որ ամուսին չլինեմ, ես ոնց որ այս տան տակդիրի մատակարարը լինեմ։ Հետո մայրը այնքան է հոգնում, որ երազում է ոչ թե ամուսնու հետ միտեղ գնալու, ել չեմ ասում գիշեր անցկացնելու մասին, այլ ժամանակը ներդրել է այդտեղ։ Ես մտածեցի, որ պետք է մտածել մի app, մի ծառայություն, որը կկոչվի Super Nanny։ Super Nanny։ Երբ օրինակ լսում ես նանի, հա, հայ գրականությունից նանի։ Դեսեք ավելի դայակի, ավելի սենց տատիկի, ով որ սենց կգա կօգնի քեզ, դու էլ մի փոքր կքնես կհանգստանաս, կամ ամուսնուդ հետ տեղ կգնաս երեկոյան։ Շատ լավ, ասացիր այն, ինչ ես պատկերացրել եմ։ Հիմա պատկերացրու, որ դու արդեն մուտք ես գործել այդ Super Nanny հավելված։ Այո։ Եվ հիմա բացվել է քո մոտ այս էջը։ Ինչ անեմ, սեղմեմ, ընտրեմ։ Ընտրի։ Հա, Trusted Nannies։ Ահա, գնացինք։ Երեխայի սերն եմ ընտրում, թե okay։ Okay։ 12 տարեկան աղջիկ երեխա։ Ընտրում եմ օրինակ Classic Nanny։ Ուզում եմ, որ երեխայի հետ հիմնականում զբաղվի տնային հանձնարարություններով եւ մաքրությամբ։ Okay։ Լվացքն էլ կարող է անել, իհարկե, հա, այսքան, կարող ենք ընտրել։ Հա, օրն եմ ընտրում։ Սա արդեն հետաքրքիր է, գոր։ Ժամերը իհարկե առավոտյան 9-ից մինչև երեկոյան 11:30-ը։ Ես ընտրում եմ ով կարող է լինել։ Հետաքրքիր է։ Եվ ընտրում եմ ուր է գալու, որ բնակարան է բարձրանալու եւ վճարելու եմ։ Այո։ Եվ այս app-ը դու ես ստեղծել, այս հավելվածը։ Նու գաղափարը իմն է։ Գաղափարը քոնն է։ Եվ երբ գաղափարը պատմեցի, ներկայացրեցի Միքայելին, եւ Միքայելը որպես ծրագրավորող համաձայնեց պատրաստել։ Ու հիմա արդեն մենք գտնվում ենք այն փուլում, որ պետքա փորձարկենք սա եւ գործարկենք, ինձ թվում է մյուս տարի, հունվարից սկսած։ Ես խոստանում եմ, երբ գործարկեք արդեն հավելվածը, արդեն ամբողջական տարբերակով, ես առաջիներից մեկը լինեմ, որ կօգտվի ծառայությունից եւ կպատմի իր ընկերներին դրա մասին։ Հրաշալի գաղափար է, իսկապես միտված ընտանիքին օգնելուն, զույգերի հարաբերությունները ավելի լավացնելուն։ Որովհետեւ երբ օրինակ հարցումներ էի անցկացնում, շատ հետաքրքիր է, որ երբ Super Nanny մասին մտածում էի, ինչ որ event-ի էի, ու մի տղա է մոտենում բարելով ինձ մոտ, հենց այդ երեկո կնոջ հետ ինքը եկավ, այդտեղ ծանոթացանք եւ այլ շփում կարծես չէր եղել։ Հա, բայց ինքը շրջվում է, մոտենում է եւ ասում է. «Ինչ լավ այդ երեխեքը մեծացան, հազիվ կարում ենք նորից դուրս գանք, թե չէ գերի էինք ընկել»։ Մի ուրիշ էլի իրավիճակ է, որ իսկապես անհրաժեշտ է։ Ընկերս ասում է, ախր ես կնոջս հետ միշտ արշավների էի գնում, այս երկու երեխան հիմա որ կան այնքան դժվար է միտեղ գնալը։ Վստահ եմ, որ եթե այսքան գործ արել եք, նաև ընտրության հարցում եք ուշադիր լինելու, անվտանգության հարցում եք ուշադիր լինելու, ինչի այդ քո ասած ծառայությունների մեջ միշտ չէ որ պահպանվում է։ Սիրելի Գոր, ես առաջարկում եմ, չնայած շատ երկար կարող ենք խոսել, ինչպես արդեն մի քանի անգամ ասացի այս ամենի մասին, որովհետև ոլորտը ինքնին հոգեբանությունը բավականին հետաքրքիր է, խորն է, բազմաբովանդակ եւ դրա մասին մեկ ժամ խոսել հնարավոր չէ։ Բայց մենք անցնենք մեր տեստին, շնորհակալություն ասենք բոլորին։ Ես կսամ իմ թեստը անել, արդյունքները արդեն կհասկանամ հրապարակեմ թե ոչ, բայց ուզում եմ քեզ հիմա շնորհակալություն ասել, որ եկել էիր ինձ հյուր, շնորհակալություն այն սիրուն հիշողությունների համար, որ միասին ունեցել էինք եւ այսօր դրա մասին թարմացրեցինք եւ այն գործունեության համար, որ անում ես, որովհետեւ չնայած որ մենք ծանոթ ենք, մտերիմ ենք եւ ես ցավոք սրտի չեմ կարող քեզ դիմել որևէ հարցով, որովհետեւ գիտեմ կանոններին դեմ է, բայց ես ուրախ կլինեմ, եթե
թե ինչ շրջապատող մարդիկ իրենց ցանկացած խնդրի մասին չամաչեն, բարձրաձայնեն, գրանցվեն եւ գան թերապիայի։ Կա այսպիսի մի միտք, երբ ասում են, որ մարդը, որն արդեն որոշում է կայացնում զանգահարել եւ զանգահարում է հոգեբանին, արդեն թերապիան սկսել է։ Այո։ Այսինքն արդեն մարդը գոնե եկել է այնպիսի մի վիճակի, երբ հասկացել է, որ իրականությունը բավարար չէ իր ինքնաիրացման, իր կյանքի եւ իր ապրելու համար առհասարակ։ Եվ գիտելիքը բավարար չի լինում շատ ժամանակ նաեւ։ Այեր որ մենք կյանքին մոտենում ենք այն գաղափարախոսությամբ, որ ապրելը չի հետաձգվում, ապրելը անհետաձգելի գործընթաց է, այս ժամանակ մենք նաեւ կհասկանանք, որ պետք է ապրել կոչվածին մոտենալ հեղինակի նման։ Որովհետև արդյունքում, երբ դու այդ պատասխանատվությունը վերցնում ես կյանքի հանդեպ, դու որոշում ես կայացնում ինչպիսի հեղինակ ես դու լինելու։ Այո։ Եթե քո կյանքը լավը եղավ, եթե դու որակյալ ապրեցիր, ուրեմն դու լավ հեղինակ ես։ Եթե դու վատ ապրեցիր եւ քո կյանքը գնահատում ես վատ, ուրեմն վատ հեղինակ ես։ Հրաշալի է ասված։ Բայց որոշում ես ինքդ որպես հեղինակ։ Կենաց, շնորհակալություն Գոր։ Շնորհակալ եմ անչափ։ Լավ բան ասացիր։ Տեստ կանենք, արդյունքների մասին կամ կխոսենք, կամ ոչ։ Ցտեսություն։ Գորը ինձ հետ հիմա հոգեբանական թեստ է անցկացնում, բայց ինչ թեստ Գորը ինքը կասի։ Ուրեմն վարտերի տեստ ենք անցկացնելու։ Ինչայրանից ենթադրում վարտերի տեստը, պրոյեկտիվ տեստ է, ու շատ հետաքրքիր է այն առումով, որ օրինակ երբ որ տեստ ես անցնում ու կան նախադասություններ, հա, կարդում ես, երբեմն կռահում ես, թե այդ հարցը ինչի համար կարող է քեզ տրված լինի։ Վարտերի տեստը ինքը նկարչական տեստ է ու կախված նրանից, թե դու ինչ կնկարես, սա մենք կփորձենք շատ բաներ հասկանալ, թե ինչ է կատարվում քո գիտակցականում, ենթագիտակցական եւ անգիտակցական։ Ու այս վարտերի տեստը շատ բան է ասում, տեստը լուծողի մասին։ Սկսեցինք։ Տեսնում։ Այս վանդակների մեջ տեսնում ես որոշակի ինչ-որ պատկերներ, որոնք պետք է նկարել, շարունակել, նկարել տրված դետալներով, okay? Գոր Հարությունյանի հետ ավարտեցինք ինձ համար նախատեսված վարտերի պրոյեկտիվ թեստը, որի պատասխանները Գորը գիտի, բայց այստեղ ամենակարևորն է, որ ամբողջ process-ն է շատ հավես եւ շատ ճանաչողական, որտեղ թվում է թե մենք մեր մասին ամեն ինչ գիտենք, բայց մեկ էլ մի հատ փոքրիկ շտրիխ ու պարզվում է, որ դու քո մասին ահագին բան չգիտես։ Ինչպես ես քեզ զգում այս ամեն ինչից։ Դե ես սիրում եմ էքսպերիմենտներ, ես սիրում եմ ճանապարհորդություններ sense։ Լավ, իսկ այդ զգացողությունների մասով ինչ կասես, օրինակ տեստը ավարտվեց, ինչ իմացար, ինչերի կային բաներ, որոնց հետ համաձայն չէիր ու էիր ու զարմացած ես ու հուսահատված ես։ Չէ, որովհետև ես երևի այն մարդկանցից եմ, որ ինձ լավ եմ ճանաչում, որովհետև չեմ լավ ճանաչում, որովհետև չեմ վախենում ինքս ինձ քննադատելուց ու չեմ վախենում ազնիվ լինելու ինքս ինձ հետ։ Ու դրա արդյունքում ես օքեյ եմ, նույնիսկ եթե ինչ-որ մի բան կուզենայի ավելի լավ հնչեր կամ ավելի տենց սիրուն լիներ, ավելի իմ մասին լիներ, եթե նույնիսկ այդպես չի, ես դրա հետ հանգիստ եմ։ Ընդհանուր ինձ համար process-ն էր ավելի հետաքրքիր։ Կար բան, որ դու մտածեցիր, որ ինչ հետաքրքիր է, արժե ուշադրություն դարձնեմ հասկանալու համար։ Արժե ուշադրություն դարձնել ամբողջ թեստին։ Ու շատ հետաքրքիր է process։ Ես կուզենամ այն մարդիկ, ովքեր մեզ նայում են, իրանք անցնեն sense թեստերի մեջով։
թեստերի միջով։ Այդ ամենահետաքրքիրն է, այդ process-ը, երբ որ դու քո մասին լսում ես ուրիշ մարդուց։ Ու դու չես վախենում դրանից։ Դու չես վախենում 10 թուղթը, ու ասես տեսի։ Դե էս այն մինիմումներ, որ մենք կարող ենք իրար հետ անել, թերապևտիկ process չեն կարող սկսել, ու եթե կունենաս արդեն ինչ-որ մտքեր, ինչ-որ հարցեր, որ առաջացան այս թեստից հետո, ես կարծում եմ, որ նաև կմտածես դրանց հետ համապատասխան ձևով վարվելու մասին։ Այո, մանավանդ որ ժամանակ ա մի քիչ պետք թեստից հետո։ Հա։ Այդ հաստատ։ Այդ հիմա կարող ա ասեմ, որ process-ն էր հետաքրքիր, բայց մի որոշ ժամանակ հետո կարող ա Տեսա կմնա քեզ մոտ։ Եվ ես ուսումնասիրեմ։ Ուսումնասիրես։ Ինձ համար շատ հետաքրքիր էր մնացած թերապևտիկ հետաքրքիր բացահայտումների համար գորին խնդրում եմ ինձ չէ։